Ողջույն իմ թանկագին հետևորդներ, շատ հետաքրքիր պահածո եմ բերել, այն կարող է փոխարինել սառցախցիկում պահելու ընթացքին։ Ուրեմն սիրելիներս, այստեղ ունեմ կորիզը հանած վիշնյա և գիլաս, երկուսը միասին է խառնած, լավ լվացել եմ, հեռացրել եմ կորիզները, հիմա տեսեք, ուրեմն լցնելու եմ այսպես բանկաների մեջ, ավելացնեմ շաքարավազ, կես կիլոգրամանոց բանկա եմ վերցրել և յուրաքանչյուր բանկայի մեջ ինչքան որ այս պտուղը կտեղավորվի, կավելացնեմ 3 ճաշի գթալ շաքարավազ ու էլ ոչինչ չեմ ավելացնելու, վերջում եռացնելու եմ և պահեմ, ուրեմն սա օգտագործելու եմ, երբ ցանկանամ խմորեղենների մեջ կամ վիշնյա դնել, գիլաս դնել կամ ժելեների մեջ օգտագործել, խյուսեր պատրաստել խմորեղենների համար կամ ինչու չէ թաթախել ժելատինի մեջ յուրաքանչյուր հատիկը և ձևավորել խմորեղենի վերջնական տեսքը։ Հիմա քանի դեռ սեզոնը նոր է սկսվում կամ հենց հիմա սեզոնն է, ուզում եմ ներկայացնել, որպեսզի բոլորդ էլ նույնը պատրաստեք և ձմռանը կհասկանանք մեզ պետք եկավ, ինչքան պետք եկավ, ինչքան կարևոր էր ու ինչքան հարմար տարբերակ էր։ Եռման ջուր լցրեցի, որպեսզի ընթացքը եռալու մի քիչ արագ կատարվի, հիմա սենց մի թեթև պետք է սեղմենք, որովհետև գիլասի հատիկների մեջը դատարկ է, մինչև ջուրը կառնի իր մեջ, նորից կլռացնենք ջրով, որ պակաս չլինի եռալուց հետո արդեն, պահածոացնելուց առաջ ու հիմա դնում ենք կաթսայի մեջ ջրով եռալու։ Երկար չեմ եռացնելու, այստեղ կրկին եռման ջուր կլցնեմ ընթացքը արագացնելու համար և կեռացնեմ 15 րոպե։ Նույնիսկ կորիզներով, երբ գիլասը մենք դնում ենք, կոմպոտ ենք պատրաստում, եռման ջուրը լցնում ենք բանկայի մեջ ու պահածոացնում։ Այս դեպքում արդեն կորիզները հեռացրած է և ավելի ապահով է։ Եռացնելուց հետո մի քիչ կծածկենք տաք adzալով, ծածկոցով, այստեղ տեսեք գիլասի կոմպոտ եմ պատրաստել, մի քանի օր առաջ ևս պատրաստել էի, հենց այստեղ այս նույն տաք կոմպոտների հետ էլ կծածկեմ ու կթողնեմ կմնա, կհովանա, հետո կբացեմ բանկաները, կտեղափոխեմ մառան։ Ահա սիրելիներս, այսօր էլ սա ներկայացրեցի, փորձեք, դուք էլ պատրաստեք, շատ երևի կարևոր է, առաջին անգամ եմ այս ձև պահելու, միշտ սառցախցիկում եմ դրել։ Ընթացքը բարդ չէ, երկար ժամանակ էլ մեզանից չի պահանջի։ Եվ այստեղ ուզում եմ ներկայացնել մի քանի օր առաջ, երբ տեղադրեցի շերտավոր խմորը պատրաստածս, շատերը խնդրեցին, որ տեսանյութ տեղադրեմ թխուկների, թե ինչեր եմ թխել, բայց քանի որ YouTube-ում մեկնաբանության դաշտում նկար տեղադրելու հնարավորություն չկա, տեղադրել էի ընդհանուր փլեյլիստի լինքը։ Հիմա այստեղ մի հատը խաչապուրի եմ թխելու և թեկուզ կարճ տեսահոլովակ է, տեսանյութ է, համենայն դեպս կարող եմ փոխանցել խմորեղենի որակը։ Շատ բարակ չենք բացում, բավականին մեծ գունդ է, բավականին էլ մեծ բացել եմ ես և այստեղ կտրում ենք մեր նախընտրած չափով։ Միշտ պանիրը քերելուց քերում եմ առանցին ամանի մեջ, հետո ավելացնում եմ ձվի սպիտակուց, որպեսզի պանիրը թխվելու ընթացքում խմորից չթափվի, բայց այս անգամ շտապ է պետք, երեխեքը սպասում են, միայն այսպես պանիրը կքերեմ, կծալեմ և կտեղափոխեմ ջեռոց։ Սկզբից խաչապուրին երբ դնում եմ ջեռոցը, նախ տաքացրած եմ լինում ջեռոցը 250 աստիճանով,
Տեղափոխում եմ ջեռոց, 250 աստիճանով բարձրանում է, երբ երեսի մասը սկսում է մի փոքր դեղնել, այսինքն կարմրել, արդեն ջերմաստիճանը բարձրացնում եմ 300 աստիճան, իմ ջեռոցի ամենաբարձր ջերմաստիճանը հենց դա է, դնում եմ ամենաբարձր աստիճանի վրա և սպասում եմ թխվի։ Քանի որ խմորը պատրաստել եմ և խմորից ավելացել էր սպիտակուցները, մի որոշ մասից, ավելի ճիշտ բեզե եմ թխել և մի փոքր մաս պահել եմ, որ երեսին քսեմ, կլինի մածուն, կլինի կաթ, կլինի սպիտակուց, ինչ էլ որ քսեք միևնույն է, խաչապուրիների երեսը գեղեցիկ ոսկեգույնելու է, կարմրելու է։ Ահա սա թխման ընթացքն է, տեսեք ինչքան հավասար է բարձրացել շերտերը, ոչ թե դատարկ փուչիկա նման շերտեր են, այլ հենց իր այդ շերտերի առատությունը այստեղ երևում է։ Շատ համեղ խմոր է, շատ բազմիցս շեշտել եմ, թե ինչքան համեղ է ստացվում էս խմորը։ Եվ իմ ալիքում ես ուրիշ խմոր չունեմ ներկայացրած, այս նույն խմորն է, տարբեր չափերի բաժանած, տարբեր խմորեղեններ թխած, սիրելիներս, մի անգամ շատ հեշտ թվացող մի խմոր փորձեցի, երևի մի քանի ամիս առաջ ու չստացվեց, ես էլ որոշեցի, որ սա իմ հիմնական խմորն է և կպահպանեմ ու կհիմնվեմ հենց սրա վրա, ինձ համար ունիվերսալ խմոր է։ Շատերն են գրել, որ շատ լավ խմոր է, շնորհակալ եմ, որ դիտեցիք։